Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 25-ի համար, օրը երեքշաբթի է, տեսնենք ինչ է սպասվում մեզ, մեր վերևում վերանորոգման աշխատանքներ կան, հնարավոր է նաև ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայներ լսեք, մի վախեցեք, դա հարևաններն են, և անցնենք կանխատեսմանը, գնայենք խոյերին. Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 25-ին: Հարգելի խոյեր, այդ օրը աշխատանքը ձեր առաջ կգնա, միգուցե ընդունվում եք աշխատանքի, ձեր բիզնեսն եք առաջ տանում, այն աշխատանքները, որոնք որ մնացել էին, դրանք կանեք, կավարտեք, առաջ կմղեք ի վերջո, նաև ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, ոմանք նաև ճանապարհ կգնան կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, սպասում եք ինչ-որ մեկին օրվա ընթացքում, երկերեսանի անձնավորությունը միգուցե դրա համար ուշանում է, կամ ձևերը թափում թե մի քիչ սպասի, այդպես կարող եք սպասել դեռ: Օրվա ընթացքում կցանկանաք պառկել հանգստանալ, նաև ոմանք կարող են պառկել նաև հանգստանալ և ինտիմ հարաբերություններ ոմանց համար, հեռախոսազանգ և հանդիպում ձեր սիրելիի հետ, ձեզ սիրված կզգաք, միգուցե ձեր հարազատներից ձեզ զանգահարեն, ձեր հարազատների հետ, ձեր սիրելի հետ հանդիպեք, այնտեղ ինտիմ հարաբերություններ է, ոմանց է սիրո խոստովանություն, նաև դուք կանեք կամ ձեզ կանեն և ձեզ սիրված եք զգում, եթե և նաև այստեղ վիճեք ձեր երկրորդ կեսի հետ, ապա կհաշտվեք երեկոյան: Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում: Գնանք ցուլերին: Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 25-ին:
Հարգելի ցուլեր, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, հաջողություն աշխատանքում, բիզնեսում, գուցե սպասում եք ինչ-որ մեկին, որ հարցազրույցի գնաք, կամ հարցազրույցից հետո եք սպասում, գուցե ինչ-որ փորձաշրջան պիտի անցնեք, ամենայն դեպս սպասում եք օրվա ընթացքում ինչ-որ մեկին, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք իրենց սիրված զգան, ոմանք նաև հանդիպեն իրենց երկրորդ կեսի հետ, ձեր հարազատ մարդկանց հետ հանդիպեք եւ բավականին էմոցիոնալ կլինեք երեկոյան։ Չգիտեմ լավ էմոցիաներ են թե վատ։ Դե ընդհանրապես ինքը օրը վատը չէ, թե հիմա օրվա ընթացքում ինչ-որ մի բան դուրս կգա, չեմ կարող ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը առավոտյան հաջողություն ունեք, նաև կտրուկ կամ հաջողություն է կտրուկ կամ դուք կտրուկ ինչ-որ քայլ կանեք եւ դրանից հետո կարող է ձեր առջև դռները բացվեն։ Ամենայն դեպս հաջողություն ունեք, նաև լավ լուր, բարի լուր, միգուցե ինչ-որ տղայի մասին է, միգուցե ինչ-որ տղա է ձեզ ասում, միգուցե առանձին ինչ-որ պահեր են առանձին կհանդիպեք, ոչ է տղայի, կարող է սիրահարվում եք, կարող է նոր երիտասարդ է ծանոթանում եք, կամ ձեր տղան է գալիս է, կարող է նմանատիպ ինչ-որ բաներ եք իմանում նաև։ Դե նոր սեր, նոր հարաբերություններ, այստեղ ուշադիր եղեք, նայեք, նաև սա բաց եմ թողել, սա նեղվում եք ձեր երկրորդ կեսից կամ ձեր սիրելիից։ Օրինակ, եթե հղի եք եւ ձեր սիրելին չի ուզում, բնականաբար այստեղ կարող է ձեզ նեղացնել։ Եվ երեկոյան տատանվում եք։ Ծանրութեթև կանաք որոցե հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 25-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը որոշ գործեր կզարգանան, առաջ կգնան, ձեր բիզնեսը ինչ-որ բաներ, հա, զարգացում ունեք, առաջ խաղացում, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, երկար սպասված ինչ-որ բան կստանաք, նամակ է, փաթեթ, SMS, ինչ-որ փաստաթուղթ, օրվա ընթացքում կտատանվեք, ծանրութ թեթև կանեք, ինչ-որ բան է ձեզ տանջելու, կարող նաև նեղվել, փոքր դեպրեսիվ վիճակի մեջ ընկնել այդ մտածմունքներից եւ կտրուկ քայլ կարող եք անել որևիցե տղամարդու հետ կապված կամ կորոշեք կտրուկ մոտենալ ողջ ձեր տնօրենն է կտրուկ խոսել հետը հա ինչ որ անսպասելի դա կարող է լինել Համար եթե լավ մտածեք, միգուցե այստեղ ինչ-որ մտածմունքների եւ դեպրեսիվ վիճակի արդյունքում դա լինի, հետո փոշմանեք։ Օրինակ գնաք ասեք դուրս եմ գալիս, ես էլ սրանց հետ չեմ աշխատելու օրինակ։ Կամ ձեր երկրորդ կեսի հետ գնաք խոսեք, հա, ինչ-որ մեկի հետ ես ման գալիս, հա, կասկածում եք։ Դուք ձեզ եք հա սա անում, դուք եք ձեր մեջ եք գցում սա։ Դա համար կարող եք անիմաստ բաներ անել չմտածված։ Եվ կարող է տղամարդու հետ է կապված ինչ-որ ինքը կարող կտրուկ ոչ քայլ անի ձեր հանդեպ, հա ինչ-որ մի բան ասի անսպասելի կամ ոչ ինչ-որ քայլ։ Եվ օրվա վերջ, այստեղ մի փոքր ձեր գործերը եւս առաջ կմղեք, բայց ոչ շատ։ Եվ իհարկե ինչ-որ կարևոր ինչ-որ մի բան կարող է փուչկի նման պայթել ձեզ համար։ Եվ բացի դա էլ դա ինչ-որ մեկը կարող է այստեղ գործերը առաջ մղելու համար ինչ-որ մի բան ձեզ առաջարկի եւ հետո դուք ընկնեք կրակը։ Հա, կարող հավատաք, որ սա փուչիկ բան է, այն ինչ-որ լուրջ բան չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ձեր սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ոմանք կսիրահարվեն, սիրոխոստովանություն կանեք, կստանաք, ինչ-որ մեկից կարող է ինչ-որ սիրային պահեր զգաք, հա, ինչ-որ ուշադրություն դեպի ձեզ։ Նաև ձեզ հա ձեր հարազատներն են, ում հետ կարող եք հանդիպել, ինչ-որ բան տեղի ունենա, որ ձեզ սիրված զգաք, այստեղ անսպասելի ինչ-որ բան կարող է տեղի ունենալ եւ ձեզ սիրված զգաք։ Ինչ-որ կտրուկ որևիցե մի բան է սա։ Եվ օրվա ընթացքում ինչ-որ մարդիկ կան, ովքեր հիվանդանոցում արդեն սա չի լինում, արդեն հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, կամ կարող եք դուք այցելել հիվանդանոց, կամ այցե բժշկական կենտրոն, կամ նման ինչ-որ հարցերով զբաղվեք, կամ գնաք դեղատուն, կամ կոսմետոլոգի մոտ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 25-ին։ Հարգելի կույսեր, շո մկրատները չեմ տեսնում, քեզ մյուս կողմը շատ է բարակ մի տեսակ։ Այդ օրը ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, ոչ է կարևոր մի բան է, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, ինչ որ միտեղ կարող գնալ, երկար մնալ, սպասել ինչ որ մեկին։ Նաև հեռախոսազանգ կա այստեղ, կարող զանգահարում եք, սպասում եք կամ զանգահարում եք, տեսնեք ինչ եղավ, ուրա, եւ էմոցիոնալ կլինեք բավականին շատ, նաև կտրուկ ոչ է քայլ կանեք, կամ անսպասելի ինչ որ մի բան տեղի կունենա, կամ դուք կարող եք անել անսպասելի ինչ որ քայլ, ինչ որ մի բան, ամեն դեպս էմոցիաների ազդեցության տակ պետք չի անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ է մասնագետի հետ, կարող է այդ մասնագետի հետ հանդիպում այդքան էլ ձեզ դուր չգա կամ հետո կարող է ձեր ամուսինը կամ ձեր ընտանիքի անդամներից ոչ է մեկը ինչ որ մի բանի համար դեմ լինեն եւ նեղացնեն ձեզ։ Եվ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, հեռախոսազանգ կունենաք, եւ ինչ որ մեկի վրա եք գորգռալու, չգիտեմ, հեռախոսազանգի միջոցով թե ինչպես, ամենայն դեպս հետո կարող եք գորգռալ։ Նաև նամակ կարող եք ստանալ SMS, փաստաթուղթ, թե ինչ որ բաներ եք պատվիրել, դա կարող է գալ ձեզ հասնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։
Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ մասնագետի հետ։ Նաև այնտեղ կարող եք ինչ-որ դուռ բացել կամ դուռ է փակվում, դրանից հետո, հա, ինչ-որ պահեր են, որովհետև ինչ-որ բան կարող է ուշանալ 1.5 ամիս, չգիտեմ դրա հետ է կապված թե ոչ, կարող մեկ այլ բան է, մեկ այլ հարց է, որը ուշանում է 1.5 ամիս։ Կարող է այնտեղ մասնագետի հետ կապված ամեն ինչը, հա, հաջողությամբ եք անում, ավարտում։ Այս կարող է անում եք, բայց դեռ ոնց որ պետք է սպասեք այդքան, դա էլ է հնարավոր։ Էմոցիոնալ կլինեք բավականին շատ, երեկոյան կգորգռաք, միգուցե նաև ընտանիքի անդամների վրա, ամուսնու, կնոջ, այնպես որ ուշադիր եղեք, նաև ոմանց կարող են ամուսնության առաջարկ անել, հարսանիքի իրավիրեն, նշանադրության, ինչ-որ մի բան է այստեղ, որ գորգռում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, միգուցե մշտապես նույն գործն եք անում, դա է ձեզ ձանձրացրել կամ հոգնեցրել, դրա համար եք գորգռում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը մտածմունքների մեջ կլինեք բավականին շատ, նաև օրվա ընթացքում նամակ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ինչ-որ մեկից SMS, փաստաթուղթ, հուզված եք բավականին շատ, կարող եք նաև արտասվել, ելք եք փնտրելու կամ օձերից ազատվելու համար, կամ այդ ելք փնտրելու ընթացքում օձերին կարող եք դիմել, դե չգիտեք, կամ ստիպված եք դիմել։ Նաև այստեղ թե ինչպես կարող է ելք եք փնտրում, թե ինչպես այդ օձերից գումարը հետ վերցնել։ Դա էլ կարող է լինել։
Եվ ոմանք գումար կստանան, ոմանք գումար կծախսեն օրվա ընթացքում։ Ինչ որ կարող է օծերը ձեզ շեղում են, հա, այդ ելք փնտրելու ընթացքում կարող է իրենց հետ կիսվում եք, որ ինչ որ բան եք ուզում անեք, եւ շեղում են ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ որ բաներ չկան, երկու բան է ընդամենը, հույսով եք, հույսով լցված եք կամ հույսն է դել եք ձեր սիրելիի վրա, հույսով եք, որ կհանդիպեք ձեր սիրելիին, հույսով եք, որ ձեր հարազատները ձեզ կօգնեն, ինչ որ պահեր են, հույս, հարազատ, սեր, նոր հարաբերություններ ոմանց համար, ժամադրություն, ոմանք էլ կարող է հույսն է արդարանում է եւ ձեզ լավ եք զգում, ձեզ սիրված եք զգում։ Դե եթե ինչ-որ բան եմ բաց թողել, կարող եք ասել, ամենայն դեպս չկա։ Դե եթե սիրտը չի, ապա այստեղ ոչ էլ լավ բան տեղի կունենա, ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա, եւ այստեղ կարող է նաեւ սեր, դա պետք է լիներ ավելի շատ։ Դե հիմա արդեն ասացի, ոմանց համար սերն էլ կլինի, ինչ որ լուսավոր մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի այդ օրը։ Այսքանը, ուրիշ բան չկա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ ուշ ճանապարհ եք գնալու, միգուցե ճանապարհի համար եք շուտ արթնանում։ Գնալու եք ինչ-որ միտեղ երկար մնաք։
այդ օրը։ Ինչ որ մարդիկ կողեն գալ ձեզ մոտ երկար մնան, կողը գայսը մեկ շաբաթ մնան, չգիտեմ, կամ այդ օրը մնան, կամ մինչև երեկո մնան։ Այդ օրը նաև ոմանք գումար կծախսեն կամ նաև գումար կստանաք։ Եվ երեկոյան գորգռում եք ինչ որ մեկի վրա կամ ինչ որ մարդկանց վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 25-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, ոչ է լուր փաթեթ, ինչ-որ մեկից SMS, հույսով եք, հույսնետ երևի արդարանում է, որտեղ ուրախ եք, տրամադրությունը կբարձրանա ձեր։ Օրվա ընթացքում ոմանք կցանկանան պարկել հանգստանալ, ոմանք հենց կպարկեն, նաև սա ինտիմ հարաբերություններ է, եւ երեկոյան եւս սիրված կզգաք ձեզ լավ կզգաք, գուցե հարազատներն են գալիս, գուցե սիրելին է գալիս տուն կամ ժամադրության եք գնում, սիրո խոստովանություն, դուք կանեք նաև ինչ որ բաներ կարող է լինել, որ ձեզ սիրված կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։